Պարոն Ղուկասյան, այսքան ժամանակ այստեղ բողոքի ակցիա եք իրականացնում եւ ճանապարհն եք փակ պահում։ Այսքան ժամանակ պաշտոնյաներից, հատկապես ԿՊԱ-ականներից ովքեր են իջել ձեզ։ Ոչ մեկն չի եկել։ Չեն իջել, Չեն, երևի Նիկոլը չի թողել։ Նիկոլնա չէ իրանց ասիչը, դա չի թողել, չեն եկել, թող չգան։ Չեն էլ կարական, իրանք պետք է երես ունենան, որ գան մեզի բան ասելու։ Երես պետք է ունենան։ Չեն եկել, ԿՊԱ-ականներից մարդ չեկել, մի քանի հոգի են եկել, Տիկոնա եկել, մեկի անունները չգիտեմ, մի 2-3 հոգի ա եղել պատգամավոր, որ եկել են, հետներս զրուցել են, մի պատգամավոր էր նիստի ժամանակ, որ եկավ ստե ներքևը, մենք փոխացեցինք, մի հատ ասացինք, խնդրում ենք ընդ դահլիճում բարձրաձայնենք այս մեր ասածը, փոխանցեք, որ ստեղ ծնողները հավաքված են, չնայած համոզված է, որ իրանք տեղեկացված են, որ ծնողները ստեն, հələ այն վաղ ճանապարհը չենք փակել։ Գնա փոխանցի, որ մարդիկ սպասում են իրանց պատասխաններին, փոխանցեցին ոչ մեկի բան, մենք էլ եկանք ճանապարհը փակեցինք ու փակ պահում ենք մինչև վերջապես մեկն ու մեկը իշխանական թևից, չէ, այսինքն ոչ թե մեկն ու մեկը ավելի ճիշտ ձևակերպեմ, կոնկրետ ԱԾ, նորանշանակ, ժամանակավոր պաշտոնակատար, ճիշտ ասած անազգանություն։ Ինչպես Անդրանիկ Սիմոնյանը, ինչ է ասում։ Անդրանիկ Սիմոնյանը կգա։ Մենք իր հետ ոչ կոնֆլիկտ ունենք անելու, ոչ իր հետ ինչ-որ բան ունենք, մենք պետք է գա իր դեմքով մեզ հավաստիացնի, երաշխիքները տա, որ մենք սպասում ենք, այո, իրան սպասում ենք։ Իսկ ինչ է սպասելիքներ ունեք, ինչ հույսեր եք կապում նրա հետ։ Մեր հույսերը այնա, որ ինքը մեզ պետք է նորից եմ ասում, ասի, որ ինքը շարունակել է մեր երեխեքի, քանի որ այս ընթացքում, վերջի ընթացքում մի քանի բաներ եղավ, որոնք որ մեզի տվել է այդ անհանգստանալու թեման, որ մեր երեխեքով չեն զբաղվելու։ Նույն Եղիշե Կիրակոսյանի հետ կանչելը, բաների դիմումների միջազգային դատարան, չէ, հետ են կանչում, ճիշտ է։ Նույն ասենք իշխանական թևի որոշ ներկայացուցիչների առաջ ասած արտահայտությունները, որ մենք գերի չունենք, մեզ գերի պետք չի, ճիշտ է։ Դե հիմա այդ ամեն ինչն էլ որ հետո գալիս ես, հիմա էլ մի հատ էլ տենում ես մարդ, որը զբաղվում էր այդ աշխատանքով, պրոստը հենց այնպես, պրոստը, ես ինչքան հետևեցի, հասկացա, որ Աբազյանը պաշտոնից հեռացվեց զուտ իր կամակատար չլինելու պահով, որ գերագույն գլխավորը ում ինչ ասում է պետք է հուն ու հնազանդ ձևով կատարեն, մարդը չկատարեց ու պաշտոնից հեռացվեց։ Աբազյանից բացի այսքան ժամանակ որևէ մեկը ձեր խնդիրներով չի զբաղվել անհետ կորածների տվյալների բացահայտմամբ, նրանց տեղը իմանալու խնդրով։ Ես չեմ իմանում, եթե արտգործ նախարարության կարող է ինչ-որ մի բաժին, ասենք հումանիտար բաժին էլի ինչ-որ, բայց նրանցը այլ ուղղության է։ Նրանք դիվանագիտական ասպարեզում գնում են, նստում են, էսի սրան ասում, էնի նրան ասում, հա, չէ, գնացին։ Բայց ԱԾ-ի կառույցի աշխատանքային լրիվ ուրիշ այլ ֆորմատ է։ Նա փաստերը հավաքագրում, նա այս անում, նա այն անում, վերջում էթում, այսինքն նրանց բանակցային գործառույթը լրիվ ուրիշ է։ Մենք էդ ենք տեսել։ Այսօր նաև Թուրքիայում Նիկոլ Փաշինյան հանդիպում է ունենալու Էրդողանի եւ Ալիևի հետ։ Դուք ինչ սպասելիքներ ունեք։ Իրագրառումը ինչ սպասելիք ունենք, ճիշտ ասած հիմա մարդիկ կմտածեն հումոր եմ անում, ոչ չգիտեմ, ինձ թվում է չերես Բաքու է թռնելու։ Սամոյին իջեցնի նոր էթա, որտեվ ինչքան հասկացա Սամվել Կարապետյանը 21 թվից հետախուզման մեջ է, ճիշտ է, հայտարարված Ադրբեջանի կողմից։ Հիմա արդեն ինչ գիտենք, որ Ադրբեջանից արդեն չի եկել մեսեջ, որ դու իմ պետության կողմից հետախուզում հայտարարած մարդը քո մոտ է, ուրեմն բարի կլինես իրան կհանձնես մեզի։ Խի չի հանձնի, որ երկիրը հանձնում է Սամոյին չի հանձնի։
Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանն էր Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարել եւ 2025 թվականի հունիսի 18-ին Հայաստանում պատահական Ես չեմ այդպես բաներ, որ հենց կոնկրետ պետք է այսօր այդ օրը հարմարել է այդ օրը բռնի։ Հիմա կարող է Սամվելը այդ օրը այդ բառը չասեր, այսօր ասեր, վաղը բռնին, դա չի հարցը։ Այդ օրերի ես էդի բան չեմ անում, որ այդպես օրերին որոշը, որ բլի անպայման է, չէ։ Կարապետյան Սամվելը մի հատ ընդամենը բառ ասեց աջակցող եկեղեցուն, ոչ թե Գարեգինին կամ ինչ-որ Սրբազանին կամ այն մեկին կամ ոչ, եկեղեցուն աջակցեց, ասեց ես աջակցում եմ, ես էլ եմ ասում, ես աջակցում եմ իմ եկեղեցուն, իմ հավատին, իմ կրոնին, որը որ էլի քանի անգամ հələ դեռ էլի 21 թվից, по-моему, եթե չեմ սխալվում, նույն ինքը Փաշազադե Նիկոլ հայտարարեց, որ խաչերի դեմ էր մի պահ սկսեց իր այսպես ասած արշավը, որ այստեղ խաչ, այնտեղ խաչ, ուր գնում ես խաչ ու այդ վաղտ ես երեկ էլ հարցազրույցի վաղտ ասեցի, հիմա մի հատ էլ կասեմ, որ էլի մարդիկ կարողանան չլսեն, գոնե էսի կլսեն։ Եթե մի մարդ կարողանում է այս նախադասությունը արտահայտի ասի ամեն աղբից խաչ են սարքում եւ այստեղ այնտեղ դնում, դա արդեն իմ համար հայ չի, քրիստոնյա չի կարա քրիստոնյա հայը աղբ ու խաչ բառերը իրար հետ նույն նախադասության մեջ չի կարելի։ Եթե ժամանակավոր պաշտոնակատարը չայցելի ձեզ, դուք պատրաստվում եք գնալ նրա մոտ։ Ես Բողոքի ակցիայով թեկուզ փախածներին հաղթեցին իր զանյան։ Էդի հələ չգիտենք։ Մենք հույսով ենք, որ վերջին անգամ ողջամիտ կլինի, որ ինքը կգա, այդ ինքը թո չմտածի, որ ինքը նորից եմ ասում, ես իրան չեմ ճանաչում, ես չգիտեմ ինքը ինչ մարդ է, ոնց մարդ է, լավն է, վատն է, ես չեմ կարա հիմա իրան ինչ-որ որակավորում տամ կամ չունեմ այդ իրավունքը, քանի որ չեմ ճանաչում տվյալ անձին, բայց կարծում եմ, որ ինքը պետք է գոնե այս տղեկի մամաներին հարգելով, այն տղեկի ովքեր, որ իրանց ամենաթանկն են տվել, իրանց կյանքն են տվել, չես տեղ, որովհետև ստեղ ներկա մարդիկ կան, որոնք որ ոչ թե մենակ անհետ կորածի, նաև զոհվածի ծնողներ կան հիմա մեր հետ։ Գոնե այդ զոհվածների մամաներին, անհետ կորածների մամաներին, ովքեր այսօր իրանց ամենաթանկն են տվել, շատ թանկ են տվել, բոլորից թանկ են տվել, Սամվել Կարապետյանից էլ են շատ բան տվել։ Սամվել Կարապետյանը բարերարը փող է տվել, լավ արեց, ցավնել տանեմ, բայց այս տղեկ իրանց կյանքն են տվել, հաստատ ավելի թանկ բան տվող չի եղել։ Ինչքան եք պատրաստվում շարունակել ձեր ակցիան։ Չգիտենք, էդի հələ մենք սովորաբար արդեն այս վերջին ընթացքում մեր բոլոր ամեն ինչ որ անում ենք, ծնողներով մի հատ ընդհանուր հայտարար են գալի, լինում առաջարկ ընդհանուր քննարկում ենք, հասկանում ենք ինչ ենք անելու, անում ենք։ Այս պահի դրությամբ դեռ հələ սպասում ենք հույսով, որ ոնց էր ազգանունը Սիմոնյանը կգա, մի հատ մեզ կտենակ ասի անհոգ եղեք, ես շարունակելու եմ նույն հարցը, նույն տեմպով անելու եմ, ոչ մեկ ձեր հարցը դա լինելու է մնալու է առաջնահերթ հարց, ամենայն դեպս իր համար գոնե, բայց եթե այսօրվա դրությամբ ինքը չգա, մի քիչ արդեն ի սկզբանե կարծիքը մի քիչ արդեն այլ կձևավորվի իր կատարած քայլի վերաբերյալ իր հանդեպ։